Մագնիսական դաշտի ազդեցությունը հոսանքագիր հաղորդչի վրա ցուցադրող փորձ։ Փորձ առաջին։ Կատարենք այսպիսի փորձ։ Ուղղակից հաղորդիչը կախենք ճկուն հաղորդալարերից և տեղադրենք պայտաձև մագնիսի բևեռների միջև, ինչպես ցույց է տրված նկարում։ Լարերը միացնենք հոսանքի աղբյուրին և շղթան փակենք։ Հաղորդիչը կշարժվի մագնիսական գծերին ուղղահայաց ուղղությամբ։ Նշանակում է, մագնիսական դաշտից հաղորդչի վրա այդ ուղղությամբ ուժ է ազդում։ Հաղորդչում փոխենք հոսանքի ուղղությունը։ Այժմ հաղորդիչը կշեղվի հակառակ ուղղությամբ, այսինքն կփոխվի հաղորդչի վրա ազդող ուժի ուղղությունը, սակայն ուժը միշտ կմնա ուղղահայաց հաղորդչին։ Մագնիսական դաշտի ազդեցությունը հոսանքագիր շրջանակի վրա ցուցադրող փորձ։ Փորձ երկրորդ։ Պարզենք հոսանքագիր շրջանակի վարկը մագնիսական դաշտում։ Մագնիսական տարանուն բևեռների միջև տեղադրենք հաղորդալարից պատրաստված կոշտ շրջանակ և դրանով հոսանք բաց թողնենք։ Շրջանակի A, D և B, C տեղամասերում հոսանքի ուղղությունները տարբեր են, հետևաբար նրանց վրա մագնիսական դաշտը կազդի մոդուլով հավասար, սակայն հակառակ ուղղված ուժերով։ Այդ ուժերը շրջանակը կպտտեն այնքան, մինչև նրա հարթությունը կողմնորոշվի մագնիսական դաշտին ուղղահայաց։ Այդ դիրքում, որն անվանում են հավասարակշռության դիրք, շրջանակը պտտող ուժերի բազուկները 0 են։ Հիշեցնենք, որ ուժի բազուկ են անվանում պտտման առանցքից ուժի ուղղությանը տարված ուղղահայացի երկարությունը, որպեսզի ուժը պտտի մարմինը որևէ առանցքի շուրջը, այդ ուժի բազուկը առանցքի նկատմամբ պետք է 0 չլինի։ Սակայն շրջանակը կանգ չի առնի այդ դիրքում, այլ իներցիայով կշարունակի պտտվել։ Եթե այդ պահին փոխենք հոսանքի ուղղությունը, ապա շրջանակի A, D և B, C կողմերին կիրառված ուժերի ուղղությունները կփոխվեն հակադիրով և շրջանակը կշարունակի նախկին ուղղությամբ պտտվել։ Այսպիսով, յուրաքանչյուր 180 աստիճանից հետո հոսանքի ուղղությունը փոխելիս շրջանակը անընդհատ կշարունակի պտտվել մագնիսական դաշտում։